Ստեփան Ղամբարյանն ու Լևոն Մկրտչյանը նկարահանվում են «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում են հոր ու որդու կերպարներ։ Նրանց խաղացած տեսարանները հաճախ հուզում են հանդիսատեսին՝ ի ցույց դնելով իրական հոր ու որդու միջև եղած ջերմությունը, հակասությունները, երբեմն խիստ, երբեմն ջերմ խոսակցությունները։ Չնայած այդ հարաբերությունները սերիալային են, բայց հեռուստադիտողի աչքերում շատ մոտ են իրականությանը շնորհիվ նրանց անկեղծ խաղի ու փոխադարձ հարգանքի։ Լևոն Մկրտչյանի հարսանիքից հետո, երբ համացանցը ողողված էր գեղեցիկ կադրերով ու ջերմ մաղթանքներով, Ստեփան Ղամբարյանն իր հերթին անդրադարձավ գործընկերոջ կյանքի կարևորագույն օրվան։ Չնայած նրա բացակայությանը, հարսանիքին, նա իր սրտի խոսքն արտահայտեց հրապարակելով իրենց համատեղ լուսանկարներից մեկը և գրելով «Լյովս պսակվել ա»։ Այս գրառումն անմիջապես արձագանք գտավ սոցիալական ցանցերում։ Շատերը գրեցին, որ Ստեփան Ղամբարյանի գրառումը շատ բնական ու զուսպ էր, բայց նույն պահին շատ խոսուն։ Թեև նա ֆիզիկապես ներկա չէր հարսանիքին, սրտով ու մտքով այդ օրն այնտեղ էր։ Շատերը մեկնաբանություններում նշում էին, որ հենց այսպիսի անկեղծ հարաբերություններն են դերասանների աշխարհում բարձր գնահատելի, երբ գործընկերները դառնում են բարեկամների պես միմյանց կյանքի կարևոր պահերին իրար կողքի լինելով։ Նշենք, որ Ստեփան Ղամբարյանն իր կարիերայի ընթացքում միշտ առանձնացել է իր հումորով, մարդկային որակներով։ Վերջին շրջանում Լևոն Մկրտչյանի անձնական կյանքը հաճախ է հետաքրքրություն առաջացնում հանրության շրջանում, և նրա ընտանիքի անդամների մասին տեղեկությունները նույնպես հետաքրքիր են։ Նշենք, որ այսօր դերասան Լևոն Մկրտչյանի և իր սիրելի Էվելինա Ստեփանյանի հարսանեկան արարողությունն է, որին ներկա են նրանց հարազատները, ընկերները և, իհարկե, նրանց գոլեգաները։ Հայտնի է, որ Լևոն Մկրտչյանի քույրը ամուսնացած է պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ։ Էդգար Հակոբյանը հայտնի է իր քաղաքական գործունեությամբ, իսկ նրա և Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսնությունը միավորում է մշակութային և քաղաքական ոլորտները։ Նրանց ընտանիքը հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում, հատկապես Լևոն Մկրտչյանի և Էդգար Հակոբյանի հանրային գործունեության պատճառով։ Նրանց ընտանիքը համարվում է օրինակելի՝ համատեղելով արվեստը և քաղաքականությունը, ինչը հաճախ է ուշադրություն գրավում հանրության կողմից։ Նշենք, որ Էդգար Ռուբիկի Հակոբյանը ծնվել է 1985 թվականի հուլիսի 18-ին Երևանում, 2005-ից 2007 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, 2003-ից 2005 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետում, 2007-ից 2018 թվականներին եղել է արքայորդի ՍՊ վարորդ։ 2018-ից 2019 թվականներին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ, 2020-ից 2022 թվականներին արքայորդի ՍՊ փոխտնօրեն, 2022 թվականի հունվարի 13-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով, ամուսնացած է, ունի 3 զավակ։ Այսօր, ապրիլի 29-ին, դերասաններ Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի հարսանիքն է։ Զույգը իրենց ամուսնությունը գրանցել է դեռ 1 տարի առաջ տուն գնելու նպատակով։ Լևոնն ու Էվելինան հանդիպել են 17 տարեկանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելիս։ Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Վերջին զանգը» սերիալից։ Դերասանի անձնական կյանքն առավել բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։ Դերասան ամուսինները հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի Life-ում սեր հաղորդմանն ու խոսել դժվարությամբ տրված սիրուց, սպասվող հարսանիքից և ընտանիքից։ Հանդիպել ենք 17 տարեկանում համալսարան ընդունվելիս։ Այնպես էր ստացվել, որ նույն օրը նույն ժամին քննության էինք։ Ես նրան միանգամից եմ նկատել, նրա գեղեցկությունը, պահվածքը շատ տարբերվող էր։ Այդ ժամանակ քայլ չարեցի, իմ կյանքում աղջիկ կար, ում հետ երկար ժամանակ շփվեցինք, բայց չհասկացանք իրար։ Հետո տեսա Էվկային ու միանգամից ինքս ինձ ասացի՝ ինքն ա։ Սկսեցի քայլեր անել ու սկսեց մեր շփումը։ Երկրորդ կուրսից սկսեցինք հանդիպել, դասերին այնքան
էինք խոսում, դասախոսներն ասում էին լռեք։ 7 ամիս կոնֆետներով էտառ էի սարքում, նվիրում, հետո ծաղիկներ։ Մի քանի ամիս շփումից հետո զգացմունքներս ավելի խորացան, Էվկային տեսնելիս հալվում էի, հետագայում դա վերածվեց մեծ սիրո։ Ինձ մոտ սեր էր առաջին հայացքից, պատմեց Էվելինա Ստեփանյանը, գաղտնիք չէ, որ Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, սիրտս չդիմացավ նրա հմայքին, մինչև նրան հանդիպելը ունեի ոսկե կանոն չընտրել դերասան տղամարդու որպես կյանքի ուղեկից։ Բայց Լևոնը կոտրեց իմ հորինած ստանդարտները, ամբողջ համալսարանում Լևոնը միակն էր, որ գրավեց ինձ, տարվեցի նրանով 7 տարի ընկերություն ենք արել, ամեն ինչ տրամաբանորեն ընթացել է, սկզբում ուսանողներ էինք, հետո Լևոնը գնաց բանակ, հետո կարիերա, եւ հիմա եկել է այդ պահը, Լևոնն այն տղամարդկանցից է, որ պիտի ամուր կանգնի իր ոտքերի վրա եւ պատասխանատվություն կրի իր ընտանիքի համար, տունն էլ բարեբախտաբար արդեն ունենք, պատրաստ ենք ամուսնության։ Երբ որևէ բան շատ ես ուզում տվյալ նպատակին հասնելու գործընթացն ավելի հաճելի է, քան բուն նպատակը։ Երբ հասնում ես նպատակակետին, այդ ամենը դառնում է անհետաքրքիր։ Ինձ համար ռոմանտիկ հարաբերությունների շրջանը հետաքրքիր էր, բայց հարաբերություններ սկսելուն պես հասկացա, որ դա ինձ այս պահին պետք չէ։ Լևոնը որոշեց, որ բաժանվում ենք։ Մտքիցս հանել էի, որ հնարավոր է միասին լինենք։ Մի քանի ամիս անց Լևոնը նորից սկսեց քայլեր անել։ Գալիս էր հետևիցս, ժամերով կանգնում էր լսարանի առաջ, հետո ամեն ինչ շատ սահուն ստացվեց, չհասկացա, որ կետում ինձ մոտ ամեն ինչ փոխվեց։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ միմյանց համար ենք ստեղծված։ Շատ երկար պայքարեցի Էվկայի սիրո համար, մի օր ուղղակի նայեցի աչքերին ու հայացքից հասկացա, որ ինքը իմն է։ Էվկան այդ օրը ոչինչ չի ասել, բայց ես անընդհատ նրան ասում էի կամ իմն ես լինելու, կամ ոչ ոքինը։ Շատ բարդ փուլեր եւ խնդիրներ ենք ունեցել, որոնք ես հաղթահարել եմ ենթագիտակցորեն մտածելով, որ Լևոնն իմ մարդն է, ասել էր Էվելինա Ստեփանյանը Ամալիա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում։ Դե ինչ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք, գրեք նաև ձեր կարծիքները։